Քաղաքի հին անձնավորություն, հին մարդ։ Այս օրերին որպես քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եք հետևում եկեղեցի պետություն փոխհարաբերություններին, որը բավականին լարվել է հատկապես վերջերս։ Հիմնականում բալես ես ինտերվյու տվող չեմ, բայց ասենք խոսքի սրտից խորքում վիրավորված եմ մեր ազգի համար։ Այս եկեղեցական շարժումները, որ արեցին, շատ տհաճ բան է։ Հին ազգ ենք, աշխարհով մեկ մեզի մատնացույց են անում որպես հնություն, գեղեցկություն, ստեղծող, հիմնադրող, առանց sense տապալեցին ամեն ինչի մեջ ձև կա, շնորհք կա, անելու, արտահայտվելու ինչ-որ միջոցառումներ կա։ Sense massական խոսալ, massական խայտարակել աշխարհով մեկ ուր գնում ենք արդեն ամաչում ենք, որ ասենք մենք հայ ենք, sense ստորություն պետք չէ ոչ մեկ անեին։ Հետո այն որ ընկել են Արմեն Չարչյանեդևից են ընկել։ Այդ տղեն 1000 միլիոն հոգու 30 տարի փրկում է, ինչ կարողանում է Իրանից ստեղծված այդ ամբողջ բժշկական համակարգը ինքը ղեկավարելով հանդերձ այն ժամանակվա իր համապատասխան պրոցեդուրաներից հասկանալով բոլոր ղեկավարեց, սարքեց մասնագետ այդքան մարդու գրում են, ասում են ամոթ էլի ամեն ինչի մեջ չափ գոյություն ունի։ Ես օրինակ քաղաքի հին տղա եմ, ցավը տանեմ։ 70 տարի կինո Մոսկվա եմ ապրել։ Ինչ մտքես, ինչ մարդկանց կտենամ, ինչ մարդկանց հետ շփում կլի։ Կրթություններ ունենք, աշխատանք ունենք, մեծ մարդ ենք, ապրած ունենք, սենց կարմերացրին, գցեցին փողոցը հորս արևարա։ Բացի հայատից տեղ չես ուզում այդաս։ Ձեր կարծիքով ինչից սկսեց այս լարվածությունը, եկեղեցականները։ Լարվածությունը սկսվավ բալես, որ մենք սխալ քայլ արեցինք, sense միջոցառում կազմակերպենք, sense բերեցինք դժբախտություն մեր գլխին փաթաթեցինք։ Ամեն ինչ կարելի էր չափի մեջ անել, շնորհքով, գեղեցիկ մոտեցումով։ Մարդ ընդհանրապես լայտի մեծ մարդիկ արտահայտվել են, որ գժին չի կարելի գիժասել։ Եթե դու գժետ համեմատվում ես ու նրան արտահայտում ես, որ ինքը ինչ մարդ է, ուրեմն դու ես համապատասխանում, որ արդեն ընկալել ես, որ ինքը գիժա, դու ես իր այդ համագործակցում։ Չի կարելի, ամեն ինչի մեջ չափ ու ձև գոյություն ունես, վատ բառեր կարամ ասեմ, բայց դե всё-таки չափի մեջ լավ բան էլի, չի կարելի։ Կարելի է ստեղծել, անել, չարչարվել, բարեշել, դա ամեն ինչ հասկանալի է, բայց եկեղեցու հետ sense բան անելը ո՞րն արա, ամոթ չէ, հորս արևարա։ Փաշինյանը ասում է եկեղեցին քաղաքականացված է եղել հանդին։ Ալես եկեղեցին ալամ աշխարհի մեջ նայում ենք ամեն օր հեռումում ինչ է կատարվում, դե 600 ձևի մի հատ բարերը չօգտագործեմ, ինչ դեմքեր կան այնտեղ։ Հասկանալի է, դե բունա մտածեն 5000 տարի մեջ չեն նստած են իրար ինչ ասես անում են։ Բայց մենք ստե նմուշ ենք, ցավը տանեմ, ոնց որ հռոմի եկեղեցին է, մեկ էլ այտենց է։ Ով է դուք այսքան վաղ լսել եք ձեր պատմության մեջ կարդացել եք, որ հռոմի եկեղեցու մասի բան գրեն։ Հա, եղել է դեպքեր, ասել են մարդիկ արտահայտվել են անցել, բայց այս բաներով անում արա։ Մայր Աթոռի հոգևորականներն էլ ասում են այս լարվածությունը սկսվել է նրա համար, որ վեհապար Հայրապետը Շվեյցարիայում բարձրացրել է արցախցիների հարցը, արցախայության խնդիրները։ Բալես ես Արցախ չեմ իմանում, ես կինո Մոսկվայի տղա եմ, ինձ հետաքրքիր չի, ոչ էնի։ Բան ամեն ինչ չափի մեջն է, գեղեցիկ էլի всё-таки հորս արավ։ Ոնց բացատրեմ, տան մեջ կարող է մեկը դժբախտ լինի։ Մի քիչ թերի զարգացած լինի։ Ուրեմն հանենք քուչեն գցենք, ասենք առեսի գիժա, կերեք սրան։ Չէ, պահում ենք, փայփայում ենք, հանգստացնում ենք, բացատրում ենք, որ չի կարելի արա, sense բան ոնց ասեմ, ես մի ոնց բացատրեմ։ 70 տարի կինո Մոսկվա ապրած մարդ եմ, ինչքան դժբախտություն տեսած կլեմ։ Բայց ով է ինչ ցույց տվե, ով է ինչ արտահայտվե, ով է ինչ ասե։ Իմացել ենք, ասել ենք, հերո ենք կլե, ինտերվյու տվող չեմ, մենես բան հարցից զորով խոսում եմ։ Ես սրանցից ոչ թե պրծնել է պետք է դասակարգային փոփոխություն անելու, ցավը տանեմ, վաղը Պողոս եկավ, այս Պողոսը 30 տարի ուղղելու է սրանց կերած քակերը, այն նրանք 30 տարի սրանց օբշի քակերը դզեցին, էլի վերջարա, ինչ ծամակ, ինչ այն օղոլմածի կոմունիստներից հետո ինչ ընկել եք ռազմիրատների մեջ են, կոշի գաղութ են սարքել, բալես սրա, սաղոր իրար տալիս են, իրար քփուր են տալի, իրար ինչ ասես ասում են, չափ գոյություն ունի ամեն ինչի մեջ մակարդակ ունենա մարդ, ինչքան մարդ ստորալի, չի կարելի վերաբերմունքով ինչ-որ ներվերի, ինչ-որ
ջղային ինչ-որ մի տեսակի արդայություն բարեր կա, որ տենց այդ հետաքրքիր հիմա թազա սեքսուալ բարեր կան, չէ՞ որ գրագետ օգտագործում են, այս ձև հենց չի կարելի, ամեն ինչի չափի մեջ է գեղեցիկ։ Ամոթ աշխարհում եք խայտարակվանք։ Այն թուրքերը միանից են մեր երեսին թքում, որ Ղարաբաղը բանան, հենց եկեղեցակը Եվրոպա, Ամերիկա այդքան ընկերություն ունեմ, ինչ ասես չեն խոսում։ Կարելի է։ Եկեղեցու նկատմամբ կար մի հատ կարմիր գիծ, որ գործող իշխանությունները չեն հատել կամ որ հատել են, բայց չպիտի հատեին որևէ կերպ։ Բալես կարմիր գիծը գիտես ոնա ցավը տանեմ, ամեն ինչի մեջ չափ գոյություն, նորից եմ կրկնում։ Պետք չէր մասսայականացնել սենց։ Տելևիզորով ելույթ ունենան, այն ալենը հելելա ռուսերեն ընդ հավայի բաներա խոսում, յանես տեսակ դերդերներ սեքսով են զբաղվում, ամոթ հարա հորս արվա, այ տղա, Էլենայի քեզ ես ինչ բառեր ես օգտագործում, ամոթը, կարելի է այդ պահել մեջում այդ ամեն ինչը քննարկել, ամեն ինչը ինչ-որ տպավորություն թողել, որ մարդիկ հասկանան մեջից, Հիմի տամ մեջ, որ դու պրոբլեմ ես ունենում այդպես հարևանից ասում ես կնիկը սենց է կամ երեխես սենց է, չէ, տամ մեջ այդ հարցերը կարգավորում են սուս-փուս։ Չի կարելի աշխարհում եք խայտարակել, սա որ YouTube-ը միացում ես աշխարհի, էսի հայա, էնի հայա, էնի հայա, էնի սա աշխարհը եղած չեղած ինչ-կա, սա հայերեն արել, վերջում դու զգալ հայերը դիշովկա են, ոչ թե էսի ով են։ Չի կարելի, ամեն չափի մեջ, բալես լավ բաներ, լավ մարդկանց, լավ հարցերեք ճիշտ, հիմ մարդկանց, հարցերեք ու մարդիկ ճիշտ գնահատական տան։ Դուք աջակցում եք Վեհափար Հայրապետին։ Բալես ես ոչ մեկին չեմ աջակցում, ցավը տանեմ։ Ինձ ոչ Վեհափարն է հետաքրքիր, ոչ իր հերը, ոչ իր հորողբոր տղեկը։ Ես եկեղեցու կողմն եմ, ես հավատացել տղա եմ։ Այս քուչի տղա եմ այն, մեր եկեղեցին, որ 100 տարի մոմ ենք վառետ է։ Հիմա դու ինչ մտքես, ես մտնեմ այդ եկեղեցի ինչ դեմքով եմ մտնելու։ Այդ սուրբ հայրին ո՞նց եմ նայելու, ասեմ ես էլ է հիվանդարա։ Մատաղ ենք անում, երեխա ենք կնքում, երեխա ենք ամուսացնում, այդ մարդկանց ձեռները կպնում է մեր երեխեքի, մեր ընտանիքին հրա։ Սենց ստոր ասել պետք է, սենց բաներ ասել։ Հիմի մարդ ամաչում է դա դերդերին բան հարցնի։ Գերեզմանը չեն կարող կանչեն, կարող ասենք էսի հիվանդ է կամ վաղելն է տելևիզոր ասեն հետ էլ է հիվանդ։ Այդ դիշով կե կարա, չափի մեջ ամեն ինչը չի կարելի սենց։ Եթե միացնեք ինչ-որ միտեղ ասեք ինձ դու խելք հավաքեն, ամոթ է։ Սա այդքան բան բալես ինչ ասեմ, այնքան բան կարամ ասեմ, որ պրոստը ամոթ է էլի, ամոթ է։